Հայաստանում օրենսդրականորեն պաշտպանված է ներդրողի բոլոր շահերը, թե մենք ունենք դեռ լիքը բացեր, լիքը շրջանցող։ Բնական է ինչ-որ բացեր կլինեն, բայց ընդհանուր առմամբ պաշտպանված է։ Կան շատ համաձայնագրեր տարբեր երկրների հետ, որոնցից կարևորը օրինակ ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունն է, փոխադարձ երկու երկրների միջև։ Կարևոր շրջանակային համաձայնագրերից է կրկնակի հարկման բացառումը, կրկնակի հարկման բացառման համաձայնագիր եւ ներդրումների պաշտպանության եւ խրախուսման համաձայնագիր եւ այլն, կան այդպիսի համաձայնագրեր եւ ընդհանուր առմամբ աշխատում են մեծ բողոքներ, ես չեմ լսել։ Դրական է գնալ։ Առանց եղել են դեպքեր, երբ խոշոր բիզնես է եկել եւ իսկույն գնացել Հայաստանից։ Բնական է ինչի համար։ Կոռուպցիոն ռիսկեր կան, ամբողջովին չեմ վերացնել, բայց իապես պակասել են։ Մոնոպոլիաները իապես պակասել են։ Երբեք չհավատակ եւ ասեն առաջ կար հիմա ավելի շատ է, առաջ կոռուպցիա կար հիմա ավելի շատ է, դա օպոզիցիան է հիմնականում խոսում։ Այդպես չէ, ոչ, պակաս է եւ իապես պակաս է։ Բայց դեռ իհարկե շատ անելիքներ կան, ինչի մասն է խոսքը։ Մենք չունենք ծով Վրաստանի նման, նավթ, գազ, Ադրբեջանի նման եւ այլն մրցակցային լինելու համար տարածաշրջանում մենք պետք է 1-2 քայլ առաջ լինենք ինստիտուցիոնալ բարեփոխումներով, ենթակառուցվածքներով, ֆինանսական ենթակառուցվածքներով, գիտական ներուժով, գիտակրթական պոտենցիալով եւ այլն։ Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի բավականին մրցունակ լինենք։ Մենք ունենք այնպիսի հզոր գործոն, ինչպես Սփյուռքն է, եւ միջազգային հանրության բավականին դրական տրամադրվածություն է Հայաստանի հանդեպ։ Հստակ է։ Բոլորը սպասում են ինչով կավարտվի հակամարտությունը Ուկրաինայում, կավարտվի թե չի ավարտվի։ Ինչպես կշարունակվի Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Այդպես հարց չի դատելով այս վերջին հանդիպումից նրանք բացի իհարկե շատ կարևոր էր, որ վիրավորներին փոխանակեցին եւ գերիներին, բայց դրանից ավել ոնց որ գործը առաջ չգնաց։ Եվ ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների դիրքորոշումը, իրենք էլ տեսնում են, որ իրենք ամեն ինչ անում են խաղաղության գալու համար եւ այդպիսի խոստումներ տրվել է Տրամպի ադմինիստրացիայի կողմից, Տրամպի կողմից, բայց դա չի կատարվում։ Դա արդեն դրական չէ իրենց համար եւ այստեղ նաեւ խոշոր երկրների հեղինակության հարցն է։ Եվրամիությունը քայլ առ քայլ է գնում ավելի աստիճանական, բայց ավելի հեռահար նպատակներ ունենալով, մեծ տեսնելով մեծ Եվրամիության մասը։ Եվ դա այսպես է։ Մենք մշակութային, կրոնական, քաղաքականության առումով շատ մոտ ենք։ Մենք չմոռանանք, որ 2300 տարի, չգիտեմ, շատ ակտիվ շփվել ենք Եվրոպայով։ Սկսած հելենիստական ժամանակներից, հետո Հռոմով, Բյուզանդիայով, մեր օրերով ուղղակի 100-150 տարի եղել ենք Ռուսաստանի կազմում կամ երկաթյա վարակույրն է եղել։ Ես հիմա գալիս եմ հավաքեր արևելյան Եվրոպայի համալսարանների ներկայացուցիչների Կիպրոսում եւ այդ հանդիպման ժամանակ ասացի ինչքան մենք ավելի շատ ընդհանրություններ ունենք, ինչքան ընդհանուր խնդիրներ ունենք, ընդհանուր նպատակներ ունենք, մարդկայինորեն նաեւ ինչքան ավելի մոտ ենք միմյանց եւ իրանք են դա ընդունում։ Անկախության առաջի տարիներին դա չէր։ Այդ սառը պատերազմի ժառանգությունը կար։ Դե հետո մեզ դիտարկում են որպես Ռուսաստանի կներեք կցող։ Այդպես էին դիտարկում։ Ռուսաստան անգամ ասում էին, որտեղ եք ասում ենք Հայաստան, ասում են։ Դա էապես փոխվել է, ոչ միայն Հայաստանի նկատմամբ, որոշ այլ երկրների նկատմամբ։ Մերձբալտիկան լրիվ Եվրոպա է։ Եվ դիտվում է, եւ դիտվել է Եվրոպա, եւ այլն։ Մեզ նույն ձևով է նայում եւ շատ ջերմ, ընդգծված ջերմ է նույն Հայաստան։ Եվ զգում ես, որ սա մեծ ընտանիք է, որտեղ համատեղ ապրելը, աշխատելը, համագործակցելը բավականին խոստումնալից է։ Մենք կարող ենք նաև լավ կապող կամուրջ լինել արևմուտքի արևելքի միջև, հյուսիսի հարավի միջև։ Գուցե մենք ծույլ ենք, դանդաղաշարժ ենք։ Այո, դա կա, ցավոք սրտի։ Ես կուզենայի, որ ավելի ագրեսիվ լինեինք, ավելի արագաշարժ լինեինք, ավելի ստեղծագործ։ Այո։ Դա կարծում եմ, որ երբ որ նախադրյալներ ավելի շատ նախադրյալներ ստեղծվեն տնտեսական քաղաքական կայունության առումով, այդ տեմպերը կավելանան, որտեղ ներդրողները կավելանան եւ արդեն խոշոր նախագծերի մասին կսկսեն խոսել տարածաշրջանային իմաստով։ Իդեպ այդպես չի, որ մենք չունենք ծանր արդյունքներ։ Ամբողջ մետալուրգիան ինչ է բա, գունավոր մետաղներ,
Այդ բոլորը ծանրության մասը, որի մենք ունենք հանքերը, մենք դա շահագործում ենք, արտահանում ենք, իհարկե ցանկալի է, որպեսզի վերջնական արդյունք արտահանենք այստեղից եւ ոչ թե որոշ չափով վերամշակված, որը էլի բավականին շահավետ է մեզ համար։ Այս բոլորը կա, դա չի նշանակում, որ ամեն ճյուղ կամ ենթաճյուղ իր զարգացումը պայմանավորվում է համապատասխան ռեսուրսների առկայությամբ, համապատասխան տրանսպորտային հնարավորություններով եւ շատ այլ գործոններով։ Դուք համարում եք այսօրվա հնարավորություններով մենք հնարավորությունների պարագայում մենք առավելագույնս կարողանում ենք անել դրա ոչ 100%-ով, բայց հիմնականում կարողանում ենք, այսպես ասենք։ Դա ձեռնտու է եւ դա աշխատում է։ Չնայած այդ բոլոր խնդիրներին, լարված իրավիճակին մոլիբդենել է արդյունահանվում, պղինձել, ոսկել եւ այդ բոլորը արտահանվում է եւ այդ բոլորը վաճառվում է, տնտեսությունը աշխատում է։ Կարելի է վերել շատ օրինակներ, հիմա վիճակագրական ամբողջ տվյալները մեր սեղանին չեն, բայց այդ բոլորը կարելի է մանրամասն դրանով անցնել եւ տեսնել գնահատականներ տալ։ Մի բան ակնհայտ է, որ երբ որ բացվի սահմանները եւ լինեն մերձավոր արևելքի Եվրոմիության շուկաները շատ ավելի բարձր, մենք իհարկե մեծ ավելի հնարավորություն ունենք։ Շնորհակալ եմ։ Ես չի համոզված եմ, որ շատ ավելի շուտ, երբ որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, Թուրքիան կբացի սահմանը։ Հերոստատիտողի հարցը եւ կբացի սահմանը ավելի շուտ։ Եթե չլինի պայմանագիր։ Եթե դուք կապում եք եւ չլինի պայմանագիր, կապում եք անդամության տեխնացու լինել անդամակցելու Եվրոմիության ինքն էլ որպես այդ նույն մաքսային միության անդամը Եվրոմիության եւ այլն պարտավոր կլինի։ Հարցը այնքան էլ միանշանակ չի։ Տեսեք, ես ձեզ բերեմ մի օրինակ։ Երբ որ մենք անդամակցում ենք առևտրի համաշխարհային կազմակերպությանը, նույնպես կար այդ պարտավորությունը, որ բոլոր առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրները պետք է բաց սահմաններ ունենան եւ չարգելակեն ազատ տեղաշարժը, ապրանքների ծառայությունների եւ այլն։ Այդ կետը Թուրքիան չստորագրեց։ Վերջի րոպեին բացառություն արեց այդ կետի, բացի այդ կետից մնացած կետերին միացավ։ Այսինքն ինքը չհետևեց այդ կանոնին։ Տեսեք, ստեղել այդ պահանջը կար, բայց ինքը ծրրպահ մնաց, չմիացավ։ Նույն վտանգը կա այս դեպքում, թե ինչ չափով չեմ կարող ասել, այդ պետք է արդեն կոնկրետ նայել։ Միգուցե այո, իսկապես հնարավոր չլինի ստիպված լինի բացել եւ այլն։ Բայց ինձ համար դժվար է պատկերացնել, որ մենք դառնում ենք Եվրոմիության անդամության տեխնացու, այդ բոլորը կա, բայց ոչ մի խնդիր լուծված չի Ադրբեջանի հետ, խաղաղություն չկա եւ այլն։ Հնարավոր է նաև այդ տարբերակ։ Մենք չենք կարող բարձրացնել ցանկացած զարգացման սցենար տարբերակ։ Այդ բանակայում ես էլ հուսով եմ, որ Թուրքիան կբացի սահմանը եւ իհարկե ճնշումը անհամատ ավելի մեծ կլինի Թուրքիայի վրա։ Այսօր էլ առևտրաշրջանառությունը Թուրքիայի հետ ոչ պաշտոնական բավականին մեծ է։ Որտեղից ենք մենք ներկրում մանդարինները, նարինջները եւ այլն։ Շատ։ Նույն եւ շատ ուրիշ ապրանքներ։ Ինչ է էքսպանսիայի ենթարկեցին։ Դրանք այդ ապրանքները չեն աճում ստեղ, այդ մթերքները ընդեղից ենք բերում։ Կարող ենք ուրիշ տեղից բերել, բայց իրենք ավելի ավելի հարմար։ Եվ ոչ միայն մթերք, ապրանք։ Գնային առաջարկ եւ շատ ապրանքներ մեր ամբողջ կարի արտադրությունը հագուստի նաեւ թուրքական տեքստիլի վրա չէ հիմնված։ Ինչի մասն է խոսքը, ինչ է գրավեցին։ Դրա շնորհիվ մենք կարողացանք, բայց մենք բերում ենք բավականին շատ։ Այնպես չի որ եթե բացվի կբերենք 5 անգամ ավելի շատ։ Ինչ պետք է անի Հայաստանը։ Հայաստանը մի բան պետք է անի, այդ ձեր ասած էքսպանսիայի վտանգի համար, որպեսզի ստուգող մարմինների վերահսկողությունը ուժեղացվի եւ ըստ պատշաճի կատարվի, նույն սննդային անվտանգություն։ Եթե ասում ենք, որ լոլիկը այդ հայտնի պատմությունը թուրքական լոլիկի հեղեղել են ամբողջ Վրաստանը եւ այլն, որը հիմնականում ճիշտ է, որպեսզի դա չլինի, պետք է այդ նույն սննդի անվտանգության տեսությունը սահմանից ստուգի, եթե կա քիմիա, ամբողջ ապրանքականակը պետք է հետ վերադարձվի եւ նմուշարումը պետք է արվի յուրաքանչյուր ապրանքականակից։ Իրենք կտեսնեն, որ արդեն բացառություն չի կարող լինել։ Իսկ եթե դա նատուրալ է լրիվ օրգանիկ է, այսպես ասած, աճեցված, դա չի կարող այդքան էժան գին ունենալ։ Եթե այդ երկուսը համընկնեն, ինչպես ես արդեն ասել եմ ձեր հաղորդումներից մեկում, ավելի նպատակահարմար է տեխնոլոգիան գնել այդ դեպքում, Հայաստանը այդ տեխնոլոգիա է վաճառում։ Մյուս հարցն էլ ներքին արտադրողի պաշտպանություն, այո։ Այո, կա, բայց այդ ներկրումը հիմա էլ կա։ Ներքին արտադրողներ է, բայց սահմանին իրենք վճարում են,
մաքսեր, սահմանին վճարում են հարկեր, ձևակերպումներ, դրան ավելանում է տրանսպորտային ծախսերը, այդ բոլորը նաև խոսում է դրա մասին, որ մեր պաշտպանող, մեր արտադրողը ունի որոշակի պաշտպանություն։ Այստեղ հակառակն է, իրենք դա ասում են պաշտպանվելու համար, որտեղ էթնիկ զտումը, որ տեղի ունեցավ Արցախում, եւ 120,000 ժողովուրդ տեղահանվեց իրենց հայրենիքից, իրենց տներից, իրենք հիմա փորձում են այդ գործոնով մի տեսակ դեմ առնեն այն երևույթի, որ այդ հայերը պետք է գնան եւ իրենց հայրենիքում ապրեն եւ դա իրենք պետք է իրենց պաշտպանված գան։ Եվ մենք շատ հեռու չենք դրան հասնելուց, որտեղ միջազգային հանրությունը պատրաստ է այդպիսի որոշում ընդունելու եւ բերելու միջազգային խաղաղապահ ուժեր Արցախ։ Ժամանակին այդ հարցը դրվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, երբ որ պատերազմն էր։ Մենք գիտենք ինչպես եղավ, որ այդ հարցը չանցավ անվտանգության խորհրդում ՄԱԿ-ի, որպես հումանիտար ճգնաժամ ՄԱԿ-ի խաղաղապահները պետք է մտնեին եւ շրջափակեին պաշտպանեին Արցախը։ Բայց ցավոք սրտի Ռուսաստանի խնդրանքով Չինաստանը դեպքը վերարկեց։ Ադրբեջանը ոչ մի մթնոլորտ չի ստեղծում, Ադրբեջանը շատ ցանկանում է լինել այդպեսին, բայց դա չի կարող մրցակցել Թուրքիայի հետ։ Եվ արդեն զգացում են նույնիսկ պաշտոնական հայտարարությունների ժամանակ, որ Թուրքիան բավականին նյարդայնանում է Ադրբեջանի այդ պահվածքից։ Հիշեք Էրդողանի մի քանի հայտարարություններ այն մասին, որ իրենք են պատերազմում հաղթել Արցախյան պատերազմում վերջի եւ ոչ թե ադրբեջանցիները եւ այլն, որը ցավոք սրտի համապատասխանում է իրականությանը, բայց դա հատուկ ասվում է, որովհետեւ Ալիևը իմանա իր տեղը եւ շատ առաջ չանցնի շատ հարցերում։ Այդ պատճառով Թուրքիան ուզում է ինքը լինել առաջնորդ ամբողջ թուրքական աշխարհի, բնական է Ադրբեջանի մասին խոսքեր լինել չի կարող։ Թուրքիան է ստեղծել Ադրբեջանը բոլշևիկների հետ միասին։ Այդպիսի երկիր չկար, այդպիսի ազգ չկար։ 18 թվականին իրենք ստեղծեցին։ Հիմա ստացվում է, որ Թուրքիան, թե Էրդողանը ուզում է, որ խաղաղության պայմանագիր կնքվի, Ալիևը չի կնքում։ Այդպես է ստացվում։ Ավելի հակված է իհարկե, իսկ Ալիևը ոչ։ Թուրքիան ունենա նաև լավ հեռանկարներ, որտեղ տնտեսական առումով սահմանները կբացվեն, կարողանա ներդրումներ անել եւ այլն։ Կարող են օգտագործել տարածքը տրանզիտի համար։ Պետք է շատ նորմալ նայել այդ հարցերին։ Ալիևը ավելի ներվային է այդ հարցերում, ավելի նյարդային է։ Այստեղ իր իշխանության հարցերն էլ կա, թե պայմանագիրը կնքվեց, ավարտվեց։ Ինքը պետք է պատասխան տա շատ հարցերի, շատ սխալների դեպից։ Հիմա ինքը պաշտպանվում է նրանով, որ պատերազմական իրավիճակ է, տեսնում եք ինչ հաջողություններ ունեմ, միած սպասեք լավ գնանք, էլի առաջ էլի բաներ պետք է վերցնենք, մի խանգարեք եւ այլն։ Այդ բոլոր բաները վերանում են։ Եվ իհարկե Թուրքիայի դերը ավելի կմեծանա, թե տնտեսական, թե քաղաքական առումով եւ այլն։ Եվ ամենակարևորը արևմուտքի դերը։ Իսկ Ալիևի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է։ Տարբեր երկրներում, այդպես չի։